Ողջույն, այսօր մեր 15-րդ դասն է, անցնում ենք 30 և 31-րդ էջերին։ Անցնում ենք վերնագրին G position, ինչ է նշանակում G position, դա մեր sol պոզիցիային է վերաբերվում, այսինքն sol դիրքին։ Այստեղ տալիս է, որ until now you have played only in the C position, now you will move to the G position. Ինչ է ուզում ասել, սա մեր սխեման է, արդեն ցույց է տալիս մեզ, ինչ է կատարվելու։ Ուզում է ասել, որ մենք մինչ այժմ դո դիրքում ենք նվագել։ Տեսեք, կենտրոնը դո դիրքում ենք վերցրել, հետո կենտրոնից ներքև դո դիրքը, չէ՞։ Իսկ այսօր մենք անցում ենք կատարում դեպի սոլ, ավելի բարձր հնչողություն։ Սոլ դիրքը լինելու արդեն մեր գլխավոր թեման, սոլ, ля, սի, դո, ռե։ Աջ ձեռքը դիրքավորում ենք, ձախ ձեռքն ենք դիրքավորում։ Այստեղ պետք է լինի արդեն մեր հնչողությունը։ Իսկ սա մնալու է մեր կենտրոնը իհարկե։ Եվ այստեղ արդեն տալիս է, մենք արդեն ես բացատրեցի right hand one, այսինքն մեր առաջին մատը, այստեղ պետք է դնենք G above middle seat, այսինքն կենտրոնից վերև, սոլի վրա, իսկ այստեղ արդեն կենտրոնից ներքև, below G, below middle seat, այսինքն կենտրոնից ներքևի սոլի մասն է խոսքը։ Սխեման հենց պարզ տալիս է մատների այստեղ դասավորությունը 5-րդ մատը, այստեղ արդեն առաջին մատը տեղադրված է։ Տեսնում եք, անցնում ենք առաջ։ Play and say the note names, be sure to do this several times։ Այսինքն ասում է պետք է այստեղ մենք նվագենք եւ անվանենք այս նոտաների անունները, մեջը գրված է։ Ու մենք տեսնում ենք բարձրանում է, step by step, ինքը բարձրանում է այսպես քայլ առ քայլ վերև։ Հետո քայլ առ քայլ իջնում է։ Տեսնում ենք, ձախ ձեռքը արդեն մենք սպասա, որ ֆայ բանալիում է, եթե ֆայ բանալիում է, միանգամից արդեն տեսնում ենք ստեղ, մեր աչքը միանգամից սա է վերցնում, որ 5-րդ մատը տեղադրում ենք ու վերցնում ենք, քայլ առ քայլ գնում ենք այստեղ, հետո այստեղից արդեն իջնում ենք ներքև։ Նույնն էլ աջ ձեռքում արդեն սոլի բանալիից ենք իմանում ու առաջին մատը տեղադրում ենք այստեղ, քայլ առ քայլ բարձրանում ենք մինչև այստեղ, հետո արդեն իջնում ենք ներքև նույնությամբ դեպի սոլ։ Հիմա ես իմ ձեռքս կդիրքավորեմ, ձախ ձեռքը, հետո աջ, մի անգամ կնվագեմ։ Իսկ ես ասում եմ, որ դուք անպայման մի քանի անգամ նվագեք, ասում եմ be sure to do this several times։ Հիմա այստեղ ձախ ձեռքը։ Հաշվում եմ, դանդաղ։ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 4, սա ձախ ձեռքներ, իսկ հիմա աջ ձեռքը դիրքավորում ենք, հիմա արդեն հաշվում եմ նորից 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, շատ կարևոր է, որ առանձին կարողանանք մեր 5 մատներն էլ օգտագործենք հաջորդաբար, բարձրանում ենք վերև և իջնում ենք, եթե սա արդեն ամրապնդվել է ձեր մատների մեջ, կարող եք փորձել նաև միասին, երկու ձեռքը միասին։ Այսպիսին բան, անցնում ենք առաջ, որ շատ չերկարի դասը, այստեղ արդեն անցնում ենք intervals in G position։ Այսինքն ինտերվալներին մենք արդեն ծանոթ ենք, սովորել ենք, մինչ այժմ սովորել ենք 5 ինտերվալները, այդ prime, second, third, fourth and fifth։ Սովորել ենք սեկունդան, պրիման, տերցիան, կվարտան և կվինտան։ Նրանք հաջորդաբար այսպես բարձրանում են աշճանները, արդեն գիտենք։ Եվ այս ինտերվալներով նաև փոքրիկ ստեղծագործություններ ենք սովորում։ Այսօր էլ այս դասը արդեն կանցնենք տերցիան, թե ինչպես է հնչում, հետո ինչպես է վերևից ներքև հնչում։ Անցել ենք նաև մեր սոլից ля, ասենք, չէ՞, մեր սոլից ля արդեն մեր հայտնի happy birthday, որ գնում է սկզբից համ վերև, համ ներքև happy birthday to you, այսպես գնում է, սա էլ է շատ հայտնի, կա իմ շորթերի մեջ շատ կան նմանատիպ տերցիային, կվարտային, կվինտային այդ փոքրիկ ստեղծագործությունները կարող եք լսել։ Իսկ այստեղ արդեն իջնում է ձայները, այստեղ մեր աջ ձեռքն է սոլից, պետք է դիրքավորենք, տեսնում ենք սոլը մնում է նույն տեղում, իսկ վերևի նոտաները աշճանաբար բարձրանում են այսպես։ Նույնն էլ հիմա այստեղ ձախ ձեռքում է, այստեղ արդեն որ դիրքավորում ենք, մեր առաջին մատով ռեն մնում է նույն տեղում, ներքևի նոտաները աշճանաբար այսպես իջնում են։
Հիմա արդեն ձերքս կդիրքավորում, այստեղ ասում եմ melodic interval, say the name of each interval as you play։ Հիմա մենք սա արդեն ասեցի, որ նվագելուց անպայման պետք է թվարկենք այս ինտերվալների անունները։ Հիմա պետք է ձերքս դիրքավորեմ։ Եկեք հաշվելով նվագեմ։ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 Հիմա ցախ ձեռքը վերևից առաջին մատով 1 2 3 4 1 2 3 4 Արդեն դուք ինքներդ տեսնում եք, այստեղ գրված է սկզբում որ սեկունդա է, հետո տերցիա, կվարտա, կվինտա։ Հաջորդ անցնում ենք հարմոնիկ ինտերվալներ, որոնք միասին են հնչում։ Դրա մասին է խոսքը մելոդիկ, հարմոնիկ։ Այսինքն say the name էլի նորից ասում է, որ նույնությամբ պետք է կրկնենք, անվանենք, այս ինտերվալների անունները, երբ որ նվագում եք։ Դուք ինքներդ կարող եք այն անվանել, իսկ հիմա ես ճիշտ ասած կարող եմ թվարկել, քանի որ կես նոտաներ են, հաշվեմ երևի կես նոտաներ են, ես կհաշվեմ, դուք ինքներդ արդեն տեսնում եք, տակը տեղադրված են անունները։ Սկզբից աջ ձեռքով ենք սկսում, հետո ցախ ձեռքով այստեղից պետք է սկսենք։ Տալիս է արդեն սոլից, դիրքը չմոռանանք, գնացինք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հիմա ցախ ձեռքը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 Կրկնողության նշանը դուք ինքներդ կարող եք որոշել ինչքան եք կրկնում այն։ Սա արդեն մեր մելոդիկ և հարմոնիկ ինտերվալների մասին էր, որ շատ կարևոր է սովորելը մատները վարժեցնելու համար։ Անցնում ենք արդեն նախքան անցնելը ուզում եմ նաև հիշեցնել այս նոտաները մտաբերելու համար իմ նոր մեթոդի մասին, որ նոտաները ինքս ես ինչպես կարելի է հեշտությամբ այն գտնել տողերի վրա, այսպես մտածել եմ, տեղադրում եմ իհարկե էկրանի վրա, որ տեսնեք, թե ինչպես ենք, մանկականում եմ այն տեղադրել, այստեղ եմ տեղադրում, որ հեշտ կարողանանք գտնել, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գծերի մասին է խոսքը, հետո արդեն տարածության մեջ, ինչպես կարելի է գտնել, սոլի բանալիում և բասի բանալիում, սա էլ թող լինի արդեն վարժանք, որպեսզի սկզբնական շրջանում սովորենք, մինչև կարողանանք վարժ կարդալ մեր նոտաները։ Դե հիմա արդեն անցնենք հաջորդ էջին։ Անցնում ենք արդեն 31-րդ էջին, վերնագիրը արդեն love somebody, այսինքն սիրել ինչ-որ մեկին, before playing hands together, play left hand alone, naming each harmonic interval։ Ասում եմ միշտեր, որ պետք է նվագենք սա միասին, երկու ձեռքերը միասին, ուզում եմ ասել, որ ձախ ձեռքը էլի պետք է վերլուծենք, առանձին պետք է նվագենք, մինչև որ վարժվի մեր մատները, հետո նոր արդեն պետք է այն թվարկենք, թվարկենք։ Հետո այստեղ արդեն տեսնում ենք, որ էլի մեր ձախ ձեռքը իհարկե դիրքավորում է այստեղ է, սկսվելու է վերևի մեր հնչյունը մնում է նույնը եւ այստեղ աստիճանաբար իջնում է, տեսնում ենք, այսինքն հետո արդեն բարձրանում է, մնում է վերևի նույնը եւ այստեղ էլ հաջորդ ներքևի մեր բալկը արդեն այստեղ տերցիաներ են տեսանք, սեկունդա, տերց, գվարդ, գվարդ, տերց, սեկունդ, սեկունդ, տերց, գվարդ, տերց, 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 սա մասն է խոսքը, այստեղ մենք ունենք լեգատոներ, սրանք մեր փոքրիկ հատվածներն են, նախադասություններն են, որ պետք է իրար ավելի կապակցված նվագել, դրա մասին է խոսքը, իսկ այստեղ ունենք նոր կանոն, ֆորտե, գծիկ, պիանո, այսինքն ուզում եմ ասել, որ first time, ֆորտե, second time, պիանո, այսինքն առաջին անգամ նվագելու ենք բարձր հնչողությամբ, երկրորդ անգամ պիանո, ավելի մեղմ։ Հիմա ձեռքս կդիրքավորեմ, այստեղ ունենք պաուզա, այսինքն wall, պաուզա, rest, այսինքն ինքը ամբողջ նոտային համարժեք պաուզա է, ամբողջ տակտի համար։ Սրանք արդեն սովորել ենք։ Հիմա ձեռքը դիրքավորում եմ, այստեղ, հետո ձախ ձեռքը արդեն դիրք ներքև սոլից չենք մոռանում։ Հաշվում եմ մի անգամ եմ նվագում, 1, 2,
Հետո արդեն դուք երկրորդ անգամ ավելի մեղմ կարող եք նվագել, որովհետեւ դասը շատ չերկարի, դրա համար անցնում եմ առաջ, ժամանակը խնայենք։ Անցնում եմ, այստեղ ասում է friend like you, որ ընկերը նման է քեզ, հա? Ընկեր, որը նման է քեզ։ Before playing հազիլի նույն մանն է ասում այստեղ, որ ասում եմ միշտեր նվագելը պետք է ձախ ձեռքը իհարկե առանձին վերցենք եւ այն թվենք, հա, ինչ է։ Այստեղ էլ արդեն ունենք պաուզաներ, մեզոֆորտե, 4/4 չափ ունենք եւ ունենք 2/4 պաուզա այստեղ, միասին կազմում է 3։ Այստեղ էլ ունենք արդեն ոչ ավարտ, այսինքն հաշիվը պակաս հաշիվ է, հա, որ վերջում ունենք արդեն 4-րդ հաշիվը վերջում է գտնվում։ Սա էլ է այսպես անավարտ հաշիվն է, ու այստեղ ունենք մենք կապակցված նոտա, չմոռանանք, չխառնենք լեգատո եւ լեգատոն ստեղ է, իսկ կապակցված այստեղ է, այսինքն այս երկրորդը չենք նվագելու, պահելու ենք։ Այստեղ էլ երկրորդը չենք նվագում, պահում ենք։ Այսպես կապակցված նոտաները ինքները կարող եք մատիտով այսպես խաչ անել վրան, որպեսզի իմանաք, որ այդ նոտան չենք նվագելու, բայց պահելու ենք, քանի որ նույն գծի վրա է գտնվում։ Ինչի մասին է moderately slow, այսինքն պետք է ոչ արագ պետք է նվագենք, այստեղ մատը, հա, ու այստեղ ասում է friend like you is hard to find, այսինքն քեզ նման ինչ որ ընկեր դժվար է գտնելը։ Where could I find a friend like you? Ասում եմ, որտեղ կարող եմ գտնել ընկեր, ինչպես դու ես, հա, լավ ընկերոջ մասին է խոսքը, ասում եմ you're always true, դու ասում եմ միշտ ճշմարիտ ես, հա, you're always kind, ասում եմ դու միշտ բարի ես, հա, արդար, այսպես էլի, a friend so kind, so good, so true, հա, ինպես է ասում ճշմարիտ, արդար եւ լավ ընկեր։ Լավ ընկերոջ մասին է խոսքը այս երգը։ Հիմա անցնենք առաջ, ուզում եմ ձեռքը դիրքավորել, որպեսզի ես մեկ անգամ նվագեմ այն ու սկսելու ենք իհարկե տեսնում ենք որտեղից է, այստեղից է սկսվելու։ Հիմա արդեն դեպի ներքև պետք է գնան հնչյունները։ Վերևում արդեն տրված էր, որ գնում ենք վերև, հնչողությունները վերև էր մելոդիան։ Իսկ հիմա արդեն մեղեդին գնում է դեպի ներքև, որպեսզի նույնպես տերցիաները լսենք դեպի ներքև կամ սեկունդաները լսենք ներքև։ Ու արդեն այստեղ հիմա դիրքավորում եմ մեր այն աջ ձեռքը։ Ցախ ձեռքը արդեն կենտրոնից ներքև սոլի վրա պետք է դիրքավորենք։ Դանդաղ հաշվելով նվագում եմ մեկ անգամ։ 1 2 3 4 1 2 3 4 1 Գալիս ենք լրացնում ենք մեր չափը, այս պակաս չափը, հա, այստեղ պետք է լիներ 4/4, բայց 3/4 է առաջի տակտում։ Մենք արդեն այստեղ տեսանք, որ ինչ է կատարվում, ուրեմն ցախ ձեռքում, այստեղ սկզբից ինքը գվինտա էր, հետո մնում է այստեղ մեր ռե նոտան, եւ այս ներքևի ձայները աստիճանաբար բարձրացավ, հետո իջավ։ Օրինակ գվինտ, կվարտ, տերց, նորից գնաց կվարտ, հետո նորից եկավ արդեն էլի գվինտ։ Սա, հետո արդեն կվարտայից բարձրացավ։ Շատ լավ վարժանքներ են սրանք։ Հետո նորից էլի կվարտա, հետո էլի գվինտա, կվարտ, տերց, կվարտ, գվինտ։ Շատ լավ վարժանքներ, կարելի է առանձին սա վարժեցնել ձեռքը, հետո նոր արդեն սկսենք այդ ձեռքը միացնել։ Շատ հեշտ է։ Սա էր այսօրվա մեր դասը, արդեն կանցնենք հաջորդ դասը 32-րդ էջից։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք, մինչ նոր հանդիպում։